Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի Պապ Լեո 14-րդին Հռոմի Սրբազան քահանայապետ ընտրվելու առիթով։ Շնորհավորական ուղերձում վարչապետը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը պատմական ամուր կապերի, նույնակունք արժեքների, հոգևոր ու քրիստոնեական մշակութային ժառանգության վրա հիմնված Հայաստան-Սուրբ միջպետական հարաբերությունները եւ արկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն առավել խորացնելու ու զարգացնելու գործում։ Պետք հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում օրերս բացահայտել է շուրջ 3 միլիարդ դրամի ստվերային շրջանառության դեպք։ Մասնավորապես Երևանում գործող հագուստի եւ աքսեսուարների արտադրությամբ վաճառքով զբաղվող երկու տնտեսվարող թեր հայտարարագրել են իրենց շրջանառությունը, իրականացրել են նույնատիպ տնտեսական գործունեություն, գործել են համաձայնեցված եւ ունեն բարեկամական կապ։ Այս տնտեսվարողները արտադրել են նաեւ զինվորական համազգեստի նմանվող հագուստներ, որոնք ըստ ձեռք բերված նախնական տվյալների վաճառվել են հիմնականում փորձորդական խանութներին։ Պարզվել է, որ այս տնտեսվարողները 2020-24 թվականների ընթացքում թաքցրել են շուրջ 3 միլիարդ դրամի իրացման շրջանառություն։ Կատարվել է պատճառված վնասի նախնական հաշվարկ, ըստ որի պետությանը պատճառվել է 900 միլիոն դրամի վնաս։ Մեքսիկայում նախընտրական միջոցառման ժամանակ գնդակահարել են իշխող կուսակցության քաղաքապետի թեկնածուին, զոհվել է 5 մարդ, այդ թվում նրա դուստրը։ Այս մասին գրում է CNN-ը, հարձակումը հաստատել է նահանգի իշխանությունը։ Սա Վերակրուսում թեկնածուի արդեն երկրորդ նման սպանությունն է հունիսի 1-ին նշանակված ընտրություններից ընդամենը մի քանի շաբաթ առաջ։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մեկնարկել է նախագահության երկրորդ ժամկետի իր առաջին խոշոր միջազգային ուղևորությունը, որի ընթացքում նա կայցելի Մերձավոր Արևելքի մի քանի երկիր։ Էրիադում նրան դիմավորել է գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բին Սալման Ալ Սաուդը, ավելի ուշ նախատեսվում է նրանց պաշտոնական հանդիպումը։ Այնուհետև Թրամփը ելույթ կունենա ԱՄՆ Սաուդյան Արաբիա ներդրումային համաժողովում, որտեղ նախատեսվում է նաև ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի ելույթը։